2025 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել 298 հանրային ծառայող, որոնք ըստ բնակավարների և զբաղեցրած պաշտոնների հանդիսացել են ՀՀ նախագահ 2, վարչապետ, ազգային ժողովի պատգամավոր, պետական գույքի կառավարման վարչության պետ, դատական իշխանության թվով 5 աշխատակիցներ, այդ թվում 2 դատավոր, Պաշտպանության նախարարության ընդհանուր թվով 47 աշխատակիցներ, այդ թվում զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, զորամասի հրամանատարներ, հրամանատարի տեղակալներ եւ այլն, արտարադատության նախարարության ընդհանուր թվով 6 աշխատակիցներ, ներքին գործերի նախարարության ոստիկանության թվով 66 աշխատակիցներ, քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ընդհանուր թվով 2 աշխատակիցներ, շրջակա միջավայրի նախարարության ընդհանուր թվով 14 աշխատակիցներ, էկոնոմիկայի նախարարության 1 աշխատակից, առողջապահության նախարարության թվով 4 աշխատակիցներ, տարածքային կառավարման նախարարության աշխատակից, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության թվով 5 աշխատակիցներ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության թվով 5 աշխատակիցներ, քննչական կոմիտեի թվով 7 պաշտոնատար անձիկ, պետեկամուտների կոմիտեի ընդհանուր թվով 17 աշխատակիցներ, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի տեսուչ, ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներ, ընդհանուր թվով 6, այդ թվում նաեւ ղեկավար, կադաստրի կոմիտեի թվով 6 աշխատակիցներ, ջրային կոմիտեի աշխատակիցներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, մարզպետարանի աշխատակիցներ, համայնքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև Մխիթար հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի ակնաբուժական կլինիկայի 1 աշխատակից։ Դատարան ուղարկված քրեական վարույթներից ապացուցման տեսակետից ավելի բարդ, բազմադրվակ եւ ուշագրավ քրեական վարույթները հաղորդմամբ ներկայացվել են, առանձնացվել են հիմնականում այդ հնչեղություն ունեցող եւ բազմադրվակ ընդհանուր թվով 19 վարույթ, որոնք հաղորդման մեջ ներկայացվել է։